Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, բարի գալուստ իմ խոհանոց, շնորհակալություն ակտիվության ջերմ խոսքերի համար։ Սիրելիներս, այսօր ես ձեզ համար բերել եմ ազնվամորիով առանց գլուտեն ռուլետի բաղադրատոմսը։ Այս բաղադրատոմսը ես վերցրել եմ շվեդ հայտնի կոնդիտերների բաղադրատոմսերի ցանկից եւ օգտագործում եմ բավականին երկար տարիներ։ Առանց գլուտեն չի նշանակում բացարձակ հրաժարվել ալյուր օգտագործելուց։ Ալյուրի չափաբաժին փոխարինվում է այլ ալյուրների տեսակներով։ Սիրելիներս, նայեք, թե ինչպիսի հրաշք ռուլետ է ստացվել։ Խնդրում եմ, անպայման փորձեք, պատրաստեք եւ գրեք ձեր կարծիքը այս բաղադրատոմսի վերաբերյալ։ Այն շատ համեղ է եւ շատ հեշտ պատրաստվող։ Խմորի համար բաղադրիչները դրված են սեղանի վրա, իսկ չափաբաժինը գրված կլինի նկարագրման բաժնում։ Շաքարավազը եւ ձուն հարիչի օգնությամբ հարում եմ այնքան, մինչև ստացվի լավ սպիտակի եւ ծավալը մեծանա։ Փխրեցուցիչը խառնում եմ մեր խառը ալյուրին, հետո մաղի միջոցով երկու ալյուրն էլ մաղի միջոցով անց եմ կացնում։ Մաղելուց հետո խառնում եմ ձեռքի խառնիչով այնքան մինչև միասեռ զանգված ստացվի։ Վերցնում եմ տապակը, նախապես ասեմ, որ ջեռոցը արդեն միացրել եմ, պետք է թխեմ 190 աստիճան։ Իհարկե, մի փոքր ավելի շատ ենք միացնում ջեռոցը, ես 210 աստիճան։ Դնում ենք թխվի, մինչև այդ ես պատրաստել եմ եփովի կրեմը, դրել եմ հովանա, չափաբաժինը գրված կլինի։ Մեր արդեն բիսկվիտը թխված է, դնենք հովանա, պատրաստենք կրեմը։ Փափուկ կարագին լավ հարելուց հետո, սպիտակելուց հետո ավելացնում ենք գթալ մեր եփած կրեմը, ավելացնում ենք վանիլ ևս, նախասիրության հարց է, ստացանք այսպիսի հրաշք շատ համեղ կրեմ։ Մեր բիսկվիտը արդեն հովացել է, յուղաթուղթը շրջել հանել եմ եւ հիմա ազնվամորու կոմպոտով պետք է թռչոց անեմ։ Իսկ ովքեր որ այդ պահին չունեն ձեռքի տակ կոմպոտ, ազնվամորու կարող են կաթով թռչոց անել։ Պետք է մի փոքր առատ անել թռչոցը, որպեսզի հեշտ փաթաթվի։ Առաջի շերտը կրեմ ենք քսում բիսկվիտի վրա, կրեմից հետո պետք է մուրաբա կամ ջեմ ազնվամորու կսենք, ես խանութից վերցրել եմ շատ համեղ մուրաբա է ազնվամորու։ Իսկ ովքեր չեն ունենա, կարող են այլ հատապտուղ եւ միջուկը քսել եւ զարդարել։ Հիմա փաթաթենք մեր ռուլետը։ Փաթաթելուց հետո բոլոր կողմերը կրեմապատենք, կրեմը քսելուց հետո, քանի որ իմ ձեռքի տակ ունեի ազնվամորի, առատորեն ձևավորել եմ ազնվամորիով,
եւ ստացել եմ այսպիսի շքեղ, անչափ համեղ մեր ռուլետը։ Նայեք ինչպիսի ախորժալի տեսք ունի։